ամառը երեխաների համար միշտ չէ որ անվտանգ է։ Կենտրոնում երեխայի առողջությունն է եւ այն ռիսկերը, որոնք պետք է շրջանցել երեխայի առողջությունը պահելու համար։ Աղիքային վարակները գլուխ են բարձրանում հենց ամռան սեզոնին։ Որոնք են կարմիր դրոշակները բժշկուհի, որոնք պիտի ահազանգ հնչեն ծնողներին շտապ դիմելու մանկաբուժի։ Եթե երեխան ունի թուլություն, քնկոտություն, արձագանքում է դժվարությամբ, հրաժարվում է հեղուկներ խմելուց, սա կարևոր նշաններ են, որ երբ որ մենք գործ ունենք երեխայի կարմիր դրոշակի ախտանշանի հետ եւ իհարկե մանկաբույժը պետք է շտապ զննի բալիկին։ Շատ ծնողներ մտածում են, որ ամռանը վիրուսներ չեն լինում եւ զարմանում, երբ երեխան շոկին ջերմում է։ Եկեք հասկանանք, որոնք են ամենատարածված վիրուսները այս սեզոնին եւ ինչպես են դրանք փոխանցվում շոկին, երբ երեխան չի մրսում։ Դուք կարևոր միֆի մասին խոսեցիք՝ մրսել եւ ջերմության բարձրացում, որի պատճառը մրսելն է։ Արևահարության դեպքում որն է առաջին օգնությունը։ Պետք է ապահովել շատ հեղուկի ընդունումը։ Ինչքան հեղուկ, այդքան լավ սկզբունքը շատ կիրառելի է։ Ծնողներն անհանգստանում են մոծակի կամ միջատների խայթոցներից, ասենք ինչպես պաշտպանվել, որտեղ է վտանգը։ Մոծակները ամռան մյուս մեր հյուրերն են, այսպես ասած։ Օդի աղտոտվածության մակարդակը Հայաստանում բավականին բարձր է բժշկուհի, ինչպես այն անդրադառնում երեխաների շնչառական համակարգի, թոքերի առողջության վրա։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Ամառը երեխաների համար միշտ չէ որ անվտանգ է։ Կենտրոնում երեխայի առողջությունն է եւ այն ռիսկերը, որոնք պետք է շրջանցել երեխայի առողջությունը պահելու համար։ Կզրուցենք մանկաբույժ Մերի Մանուկյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Ամենաշատ ռիսկերը որտեղ են ամռանը երեխաների համար։ Ամռանը ինքնին ռիսկ է համարվում, կարելի ասել մանկական պրակտիկայի համար, քանի որ աղիքային վարակները գլուխ են բարձրանում հենց ամռան սեզոնին, եւ մանկաբույժին դիմելու առաջին գանգատը լինում է հիմնական ախտանշանները, որոնք մենք անվանում ենք աղիքային վարակներ։ Որտեղ են աղիքային վարակները բժշկուհի, ինչպես ճանաչել ախտանշաններ եւ ինչպես պաշտպանվել։ Քանի որ աղիքային վարակները հայտնվում են մեր ստամոքս աղիքային համակարգում, այսինքն արտահայտվում են գանգատներով, որը լինում է հիմնականում փսխումներ, ընդհանուր թուլություն, երբեմն ջերմության բարձրացում եւ ջրիկ կղանքի պատկեր, այսինքն լուծ է առաջանում երեխաների մոտ։ Դա չնկատելը անհնար է եւ սիմպտոմները հենց հուշում են, որ երեխայի մոտ կա արդեն սուր աղիքային վարակի պատկեր։ Ինչից է փոխանցվում, ինչից զգուշանան ծնողները։ Հիմնականում վարակի փոխանցող համարվում է հիվանդ մարդը, այսինքն երեխաները շփվում են հիվանդ երեխայի հետ կամ մեծահասակի, ինչպես նաև այն բոլոր սննդամթերքները, որոնք լավ չեն եփվել կամ լավ չեն լվացվել, եւս կարող են վարակի փոխանցման պատճառ լինել։ Ոչ պատճառ կամ կեղտոտ ձեռքերը կարող են լինել պատճառ աղիքային վարակի, որը փոխանցվում է փոքրիկին։ Որոնք են կարմիր դրոշակները բժշկուհի, որոնք պիտի ահազանգ հնչեն ծնողներին շտապ դիմելու մանկաբուժի։ Առհասարակ աղիքային վարակների մասին երբ խոսում ենք, հիմնական մանկաբուժական կարմիր դրոշակներին ավելանում են եւս մի քանիսը։ Դրանք առաջին հերթին երեխայի ինքնազգացողության փոփոխություններն են։ Այսինքն, եթե երեխան ունի թուլություն, քնկոտություն, արձագանքում է դժվարությամբ, հրաժարվում է հեղուկներ խմելուց, սա կարևոր նշաններ են, որ երբ որ մենք գործ ունենք երեխայի կարմիր դրոշակի ախտանշանի հետ, եւ իհարկե մանկաբույժը պետք է շտապ զննի բալիկին։ Եվ աղիքային վարակի դեպքում կան որոշակի սիմպտոմներ, որոնք եւս մեզ անհանգստացնող են լինում։ Դա ձգձգվող ջրիկ կղանքի առկայությունն է, ինչպես նաև կղանքում այրան առկայությունը։ Երբեմն առաջին նշանը կարող է լինել դա, եւ ծնողները միանգամից ի ուրախություն մեծ ահաբեկվում են եւ դիմում են մանկաբույժին, չնայած նրան, որ աղիքային վարակների մեծ մասեր ինքնուրույն լավացող են համարվում, բայց այս նշանների առկայությունը արդեն ցույցում է, որ մանկաբույժը զննի բալիկին։ Այո, որովհետեւ վտանգ կա ջրազրկման։ Այսինքն մենք գործ ունենք երկու մեծ վտանգի նշանների հետ, դա ջրազրկումը եւ վտանգավոր վարակի կանխարգելումը կամ հայտնաբերումը։ Հետևաբար, եթե արկա երեխայի ինքնազգացողության վատացում կամ որևէ տեսակի այրան պարունակություն կամ փսման զանգվածի մեջ կամ կղանքի մեջ, ապա այս դեպքում իհարկե պիտի ծնողը ահազանգի ավելի շտապ, քան կարելի էր։ Շատ ծնողներ մտածում են, որ ամռանը վիրուսներ չեն լինում եւ զարմանում, երբ երեխան շոկին ջերմում է։ Եկեք հասկանանք, որոնք են ամենատարածված վիրուսները այս սեզոնին եւ ինչպես են դրանք փոխանցվում շոկին, երբ երեխան չի մրսում։ Դուք կարևոր միֆի մասին խոսեցիք՝ մրսել եւ ջերմության բարձրացում, որի պատճառը մրսելն է։ Ի ուրախություն մեզ մրսելը երբեք ջերմության բարձրացման պատճառ չի լինում։ Երեխաները հիվանդանում են վիրուսներից, որոնք տարվա բոլոր եղանակներին մեզ կողքին են լինում։ Բայց ձմռան ամիսներին, քանի որ փակ կոլեկտիվներն ավելի շատ են լինում եւ մարդիկ դուրս չեն գալիս մաքուր օդի, հետեւաբար վիրուսի
հետ հանդիպման հավանականությունը մեծ է լինում եւ այսպիսի կարծիք է ձևավորում, որ երեխան մրսեց եւ հիվանդացավ, բայց այդպես չէ, ուղղակի փակ տարածքում շատ մարդիկ են շփվում միմյանց հետ եւ վիրուսի հավանականությունը բարձր է լինում։ Հետևաբար ամռանը վիրուսները չեն հեռանում մեր կողքից, իհարկե զիջում են իրենց տեղը սուրշնչական վարակները աղիքային վարակներին, բայց նրանք մեզ հետ են, կարելի է ասել, եւ հավանականությունը քիչ, բայց դեպքեր լինում են, երբ որ վարակվում են սովորական շնչական վարակներով, դասական նշաններով, որը լինում է ձմռան ամիսներին նաեւ։ Ասում ենք մրսեց, նկատի ունենք նաեւ, որ իմունիտետը անկում ունեցավ երեխայի մոտ եւ արագ վերցրեց վիրուսը։ Այս դեպքում կարծես մրսելու գործոնը չկա, բայց ցածր իմունիտետով երեխաները արագ վիրուսները վերցնում են։ Սա մյուս հաճախ հանդիպող հարց միֆն է, երբ ծնողները փորձում են ինչ-որ ձևով հասկանալ արդյոք կա իմունիտետի խնդիր երեխայի մոտ, որ հաճախ է հիվանդանում։ Մենք մանկաբույժներս միշտ սիրում ենք ասել, եթե երեխան սկսել է գնալ մանկապարտեզ, պատրաստ եղեք ամեն շաբաթ նոր վիրուսի հետ հանդիպման, ու ձեր երեխան չունի որևէ իմունիտետի խնդիր, առհասարակ երբ խոսում ենք իմունիտետի լուրջ խնդիրների մասին, այստեղ սիմպտոմներ կան, որ որևէ մանկաբույժ բաց թողնել չի կարող, սրանք լուրջ հիվանդությունների մասին են խոսում, բայց սովորական կրկնվող վիրուսային վարակները, տարվա մեջ ընդհանուր 10-ից 15 անգամ, երբ որ նա նոր է գնում կոլեկտիվ ու գնալով նվազում այդ հաճախականության, երբեք անհանգստացնող չի լինում, եթե երեխայի ընդհանուր աճը եւ զարգացումը մանկաբույժի համար վտանգավոր չի լինում։ Այսինքն իմունիտետի թույլ կամ վատ լինելը մեծ մաս դեպքերում չի համարվում իրականություն, սա ուղղակի երեխայի զարգացման էտապներ են, որ պետք է հանդիպի իր բաժին ընկած վիրուսներին եւ շփվի նրանց հետ։ Եվ պետք է հանգիստ անել այս փաստը։ Այո, ես գիտեմ, որքան դժվար է ծնողի համար տեսնել բալիկին ջերմելուց, ընդհանուր մինչև 5-ից 7 օր, երբ որ երեխան չի կարողանում հեղուկներ խմել, իհարկե սա անհանգստացնող է նաեւ մանկաբույժի համար, բայց մի քանի հարցերը երբ որ տալիս ենք ու հասկանում ենք, որ որևէ վտանգի նշան չունենք, ավելի հանգիստ ենք վերաբերում այդ փաստին, որ երեխան դեռ պետք է ջերմի։ Բայց հատկապես բարձր ջերմությունը տագնապային է ծնողների համար, ասենք բժշկուհի, ինչպես ճիշտ չափել ջերմությունը եւ ամենակարևորը, որոնք են ծնողների տարածված սխալները, որ թույլ են տալիս։ Նախ պետք է ջերմաչափի ընտրության համար քննարկենք, թե որ ջերմաչափերն են նախընտրելի։ Իհարկե հիմա շուկայում շատ տարբեր տեսակներ կան, որոնք թույլ են տալիս արագ, անհպում ձևով չափում անել ջերմության, սակայն դասական լավագույն մեթոդը իհարկե համարվում է սնդիկային ջերմաչափը, որի թիվի փոփոխությունը չի տարբերվում այնքանով, որ մեզ ցույցում է, թե մենք որ ջերմաստիճանի հետ գործ ունենք։ Հետևաբար տեխնիկան եւս պետք է պահպանվի։ Մենք դեպքեր ունենք, երբ որ ծնողը 7-ից 10 րոպե ջերմաչափում է արել, ֆիքսել 37-8 ջերմություն եւ ահաբեկվել դրանից, այնիշ դա ուղղակի երկարատև ջերմության չափման տեխնիկայի խնդիրն է եղել։ Հետևաբար մի քանի պարզ կանոն կա այստեղ հետևելու, պետք է ջերմաչափում իրականացնել թևատակից, չոր վիճակում, այսինքն երբ որ քրտնած է երեխան կամ այդ պահին թևատակը ուղղակի թրջված է, չորացնել անպայման, ջերմաչափում իրականացնել 3-ից առավելագույնը 5 րոպե եւ թիվը վերագնահատել 10-ից 20 րոպե հետո։ Սա կարևոր ցուցանիշ է, որտեղ երբ որ ունենում ենք 38 ջերմություն, պետք չէ միանգամից իջեցնել այդ ջերմությունը, պետք է սպասել այն հասնի իր մաքսիմում թվին, որովհետեւ երբ մենք ջերմիջեցնող տանկ ցածր թվի դեպքում, այդ դեպքում չեն կանխելու ջերմության բարձրացումը։ Հետևաբար հաճախակի 10-ից 20 րոպեն մեկ ջերմաչափումները կօգնի հասկանալ, թե մենք ինչ թվի ջերմություն ունենք երեխայի մոտ, ու չի բացառվում, որ ինքնուրույն իջեցում ունենանք ջերմաստիճանի եւ խուսափենք ավելորդ դեղորայք օգտագործելուց։ Այսինքն դեղորայք պետք է օգտագործել 38 ու քանի ջերմաստիճանի։ 38.5-ից ցուցված է օգտագործել, եթե երեխայի ինքնազգացողությունը տուժել է արդեն։ Այսինքն եթե մենք ունենք բալիկ, որ 8.5 ջերմություն ունի, ակտիվ է, աշխուժը հեղուկներ խմում է, երբեք պետք չէ շտապել իջեցնել, որովհետեւ հավանականություն կա, որ օրգանիզմը այն լավ զարգացած իմունիտետը կիջեցնի այդ ջերմությունը, հետեւաբար կարելի է հանգիստ սպասել եւ երեխային տալ ժամանակ։ Իսկ երբ է վտանգավոր բարձր ջերմությունը եւ որն է առաջին օգնությունը։ Դեղորայքը։ Առհասարակ երբ խոսում ենք վտանգավոր ջերմության մասին, այստեղ մի քանի կետեր կան, որ պետք է առանձնացնենք երեխայի տարիքը եւ ուղեկցող նշանների առկայությունը։ Եթե մենք գործ ունենք մինչեւ 3 ամսական բալիկի հետ, 8.3-8.4 ջերմությունը համարվում է բարձր եւ վտանգավոր եւ պետք է իջեցնել։ Ինչու՞, որովհետեւ երեխան ամենակարևոր իր ֆունկցիան դա կաթուտելը կարող է տուժի այդ ժամանակ, երբ որ ջերմություն ունենա, ծծման ռեֆլեքսը չի կարողանում նորմալ իրականացնել, հետեւաբար ռիսկը ջրազրկումն է։ Այս դեպքում պետք է իջեցնել եւ հնարավորինս շուտ կապվել մանկաբույժի հետ։ Մեծ տարիքի բալիկների դեպքում ջերմության հետ զուգահեռ նշաններին պետք է ուշադրություն դարձնել։ Եթե երեխան ջերմության բարձրացման ժամանակ ունենում է գիտակցության
խանգարման էպիզոդ։ Ծնողները երբեմն նշում են բերանը պինդ փակված, հայացքը հարված մեկ կետի, սա խոսում է ջերմային ցնցման մասին, որը հատկապես եթե կյանքում առաջին դրվագն է, իհարկե երեխան պետք է մանկաբույժի կողմից զննվի, հաջորդիվ կրկնությունների դրվագները բացատրում է մանկաբույժը երբ անհանգստանա, եւ իհարկե մյուս նշանը, երբ որ ջերմությունը կարծես իջել է, պետք է երեխան վերականգնվեր եւ ջերմությունից դուրս երեխայի մոտ կա թուլություն, քնկոտություն եւ շնչառության դժվարացում։ Սրանք հիմնական այն նշաններն են, որ մեզ ցույցում են հանդիսանում, որ մանկաբույժը նայի, քանի որ այստեղ գործ ունենք ջերմության դժվար կառավարելի ընթացքի կամ վտանգավոր ջերմության մասին։ Իսկ կարող եք նշել դեղորայք բժշկուհի, որ ցուցված է երեխաներին ըստ տարիքային։ Մանկական պրակտիկայում հիմնական ջերմիչեցնողների երկու մեծ խումբը ըստ ազդող նյութի պարացետամոլ եւ իբուպրոֆեն պարունակող դեղորայքներն են։ Ջերմիչեցնողները կյանքի առաջին օրերին կիրառվող միայն պարացետամոլն է համարվում։ 4 ամսականից հետո կարելի է կիրառել նաեւ իբուպրոֆեն պարունակող օշարակները։ Հիմնականում հաշվարկը մանկաբույժը օգնում է թե ինչ միլիգրամ դեղաչափով օգտագործել, որ ավելի լավ իջնի ջերմությունը, այսինքն նախընտրելի դեղաչափը, բայց հիմնականում ներդիր թերթիկի վրա եւս նշված է լինում։ Ուղղակի ներդիր թերթիկը միշտ ավելի ցածր դեղաչափ է նշում եւ երբեմն ծնողները անհանգստանում են, որ չի օգնում դեղաչափը, այնինչ մենք ուղղակի գործ ունենք ցածր դեղաչափի հետ, բայց դա իհարկե մանկաբույժի հետ քննարկելուց հետո փոփոխվում է։ Հետևաբար երկու մեծ խումբ դեղորայքն է կիրառելի մանկական պրակտիկայում, այլ դեղորայքները ցանկալի չէ եւ պետք է օգտագործվեն մեծ խիստ ցուցման դեպքում։ Խոսենք հակաբիոտիկների մասին։ Երբ է անհրաժեշտ կիրառել եւ ինչու չի կարելի ինքնուրույն սկսել։ Իմ ամենասիրած թեման է, որովհետեւ մենք ամեն օր զբաղվում ենք այդ խնդրի հետ, երբ որ դադարեցնում ենք ծնողի կողմից տրված հակաբիոտիկը, փոխում ենք այդ հակաբիոտիկը կամ ուղղակի կարիքը չենք ունենում այդ հակաբիոտիկի։ Իհարկե հակաբիոտիկների կիրառման մասին խոսում է ամբողջ աշխարհը, անտեղի կիրառման մասին։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կրկին անգամ անդրադարձավ այդ խնդրին, սա համաշխարհային խնդիր է համարվում, երբ որ հակաբիոտիկները կիրառվում են անտեղի։ Ես իհարկե ցավում եմ, որ մենք Հայաստանում դեռ ինչքան էլ որ դեղատոմսով վաճառք է ցուցված, ունենք ազատ վաճառք հակաբիոտիկների եւ գալիս է ծնող, որը արդեն տալիս է երեխային հակաբիոտիկը, այն դեպքում երբ դա չէր կարելի, այն դեպքում երբ դա պետք է սկսվեր ճիշտ ժամանակին։ Ինչու չի կարելի բժշկուհի, ասենք եւս մեկ անգամ թող լինեն իրազեկ։ Ինչու չի կարելի հակաբիոտիկը ինքնուրույն սկսել։ Երեխաների հիմնական հիվանդության պատճառը վիրուսային վարակներն են։ Հակաբիոտիկ ցուցված է սկսել այն դեպքում, երբ մանկաբույժը ախտորոշել է բակտերիալ վարակ, որը զարգացել է վիրուսի հետևանքով։ Հիմնականում դա ականջի բորբոքումն է կամ թոքաբորբն է, կամ անգինան, այսպես ասած սուր տոնզիլիտը, որը ունի բակտերիալ ծագում։ Մնացած բոլոր դեպքերում ծնողը իհարկե չի կարող ինքնուրույն նշանակում անել հակաբիոտիկի, եւ ի վերջո նշած այդ բոլոր ախտորոշումները մանկաբույժի զննումից հետո են հաստատվում, այսինքն մենք ավել անգամ հակաբիոտիկը, եթե 3 օր եւ ավել ջերմել է երեխան տալիս ենք, հետո երեխայի մոտ 5-րդ 6-րդ օր արդեն զարգանում է թոքաբորբ օրինակ, որը պետք է արդեն հակաբիոտիկով բուժել, մենք կամ փոխում ենք հակաբիոտիկի խումբը դարձնելով այն ավելի ուժեղ, այսպես ասած, կամ չենք կարողանում բուժել առաջին շարք հակաբիոտիկներով, որը ցանկալի կլիներ։ Այսինքն հակաբիոտիկի անտեղի կիրառելիությունը նպաստում է, որ երեխան ավել դեղորայք ընդունի կամ ավելի բարձր դեղաչափ, քան ցանկալի էր։ Այսինքն եւս մեկ անգամ հորդոր, պահանջ, երբեք մի տվեք երեխային հակաբիոտիկ ինքնուրույն, երբեք մի լսեք դեղատան աշխատողի առաջարկը, այլ դա քննարկեք մանկաբույժի հետ տետատետ, այլ ոչ հեռախոսազանգով, որովհետև մանկաբույժը զննելուց հետո միայն պետք է որոշի, որ ձեր երեխային անհրաժեշտ է այս կամ այն ավել դեղորայքը, քան ջերմիչեցնողը։ Այո, որովհետև այդ նույն հակաբիոտիկները դիմադրողականություն են առաջացնում երեխայի օրգանիզմում եւ այն ժամանակ, երբ դրանք ցուցված են, արդեն չեն օգնում, որովհետև օրգանիզմը ունի դիմադրողականություն եւ անհրաժեշտ է դեղաչափը ավելացնել, ավելի բարձր դեղաչափով տալ, որպեսզի ազդեցություն ունենա, իսկ երեխայի փոքր օրգանիզմին հարկավոր է այդքան հակաբիոտիկ, իհարկե ոչ, ես ունեմ դեպքեր, երբ որ մայրիկը զարմացած է, որ առաջին երեխան հակաբիոտիկներ հաճախ է օգտագործել, իսկ երկրորդին մենք ուղղակի երկարատև հսկել ենք եւ հակաբիոտիկ չենք տվել, այսինքն անգամ ծնողները ինձ անձնական փորձով հասկանում են, որ հակաբիոտիկը միշտ չէ, որ առաջի օգնության դեղ է համարվում։ Այո։ Ամառը լողափնյա սեզոնի, լողավազանների սեզոնն է նաեւ բժշկուհի եւ քիչ չեն արևահարության դեպքերը, ասենք ինչու պետք է պաշտպանվել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, հատկապես երեխաներին է պետք պաշտպանել եւ ինչպես։
Ամռան ամիսներին ամենակարևոր վիտամինը դա արևի վիտամինն է, արևի ճառագայթները, բայց պետք է ֆիքսել օրվա ժամը, թե երբ է երեխան դրսում գտնվում։ Սա այդ առողջ ապրելակերպ ասվածի մի մասն է կազմում եւ իհարկե արևի ճառագայթները ոչ միշտ են, որ նպաստավոր վիտամին են իրենցից ներկայացնում, այսպես ասած, եւ իհարկե մի քանի սխեմա կա, որ պետք է պահպանել տարիք կախյալ նաեւ, մինչեւ 3-4 ամսական երեխաների դեպքում արևի ուղիղ ճառագայթները պետք է ընդհանրապես չլինեն օրվա հատկապես կեսօրից մինչև ժամը 5 ընկած հատվածում եւ առավոտյան շուտ կամ երեկոյան ուշ զբոսանքներն ավելի նախընտրելի են։ Հով պայմանները, բարակ հագուստը, ավելի բաց գույնի հագուստը ամենանախընտրելի սովորական պաշտպանական մեխանիզմն է համարվում։ Մի քիչ ավելի մեծ երեխաների դեպքում իհարկե արևապաշտպան քսուկի կիրառելիությունն է շատ կարեւոր, որպեսզի մաշկի այդ վերին շերտը պաշտպանված լինի ավելորդ այրվածքներից ու ավելորդ ցավոտությունից երեխայի մոտ, ու շատ կարեւոր է երեխայի գրաֆիկը կազմել այնպես, որ օրվա այդ միջին հատվածի զբաղվածությունը լինի հիմնականում փակ տարածքում կամ լինի արևի ուղիղ ճառագայթներից հեռու։ Այստեղ իհարկե ծնողները պիտի աշխատեն բալիկի հետ, եթե մենք մինչև 3 տարեկան բալիկին ուղղակի կարող ենք արգելել, դպրոցի հասակ բալիկին պետք է բացատրել, որ այստեղ կա ռիսկ եւ դու կարող ես հաջորդ օր քեզ շատ վատ զգալ, ունենաս ցավ, սրտխառնոց, գլխապտույտ, որը իհարկե քո ակտիվության վրա կանրադառնա եւ քո համառային հանգստի այդ 1 օրը կկորի, այսպես ասած, եւ կարծում եմ հոգեբանորեն եւս կարող են երեխային տրամադրել, որ նա չանի այդ վտանգավոր քայլերը, որը իրեն կվնասի։ Եվ այս դեպքում արևապաշտպանները չեն օգնի։ Արևապաշտպանները միայն մաշկի արևածքին կարող են օգնել, բայց այն ուղիղ ճառագայթները, որը կարող արևահարություն առաջացնել, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, իհարկե անբաժան կարող են լինել անգամ արևապաշտպան քսուկի օգտագործումից հետո։ Այդ դեպքում ասենք արևահարության դեպքում որն է առաջին օգնությունը։ Եվ նշանները, որ երեխան արևահարվել է։ Եթե մենք արդեն ունենք բալիկ, որ նախորդ օրը եղել արևի բաց ճառագայթների տակ ու հաջորդ օրը կամ երեկոյան ունի թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ, սա հիմնական արևահարության նշաններն են։ Պետք է ապահովել շատ հեղուկի ընդունումը։ Ինչքան հեղուկ, այդքան լավ սկզբունքը շատ կիրառելի է եւ երեխային հանգիստ ապահովել։ Եթե մոտակա 3-4 ժամ հետո քնից արթնանալուց հետո երեխայի գանգատները չեն վերականգնվում, այսինքն մենք ակտիվության փոփոխություն չունենք կամ փսխոլները անզուսպ են, իհարկե պիտի զնվի երեխան, որպեսզի հիմնական նշան ջրազրկումը զարգացած չլինի, բայց հեղուկի ադեկվատ ընդունումը հիմնական տակտիկան է համարվում եւ հով պայմաններում լինելը, որ այդ ջերմահաղորդումը վերականգնվի երեխայի մոտ։ Դուք այս մասին կիմանայիք, եթե բաժանորդագրված լինեիք մեր ալիքին, արեք դա հիմա, առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար, ինչպես նաեւ կիսվեք մյուս ծնողների հետ, որովհետեւ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Շարունակենք բժշկուհի, ամառվա հանգստին բացօթյա ավելի շատ հանգստի մեկներից ծնողներն անհանգստանում են մոծակի կամ միջատների խայթոցներից, ասենք ինչպես պաշտպանվել, որտեղ է վտանգը։ Մոծակները ամռան մյուս մեր հյուրերն են, այսպես ասած, եւ անցանկալի եւ ցանկացած բալիկ գոնե կյանքում 1-2 անգամ բախվում է մոծակի հետ հանդիպման հետ, այսպես ասած, դա հիմնականում տեղային ռեակցիայով է դրսևորվում մոծակի խայթոցից հետո արտահայտված այտուց, քոր, անհանգստություն երեխայի մոտ։ Իհարկե, եթե փոքրիկ է երեխան 1-2 տարեկան, միայն քորում է, անհանգիստ է լինում, երբեմն ծնողները անգամ չեն գտնում մոծակի խայթոցի հետքը, որտեղ դա փակ հատված է լինում, հետո նոր հասկանում են ինչու՞մն է խնդիրը եղել։ Իհարկե, մոծակներից պաշտպանվելու բացառիկ մեթոդ չկա, դա հիմնականում այդ ցանցային հատվածներն են, որ պատուհանին պետք է կախել, որպեսզի հնարավորինս մուտքը չլինի սենյակա մոծակների։ Իհարկե, այդ ռապտեր ասվածները, որոնք պաշտպանում են մոծակներից, եւս կարելի է կիրառել, բայց անպայման պետք է անվտանգության տեխնիկային հետևել, որպեսզի երեխան դա չօգտագործի որպես օրինակ համային ընկալիչ, փորձի դա տանել բերանը, որտեղ մենք ունեցել ենք դեպքեր, անվտանգությանը պետք է հետևել, եւ իհարկե, եթե արդեն եղել է մոծակի հետ հանդիպումը եւ երեխայի մոտ կա այտուց քոր, իհարկե հանգիստ կարելի է տալ հակաալերգիկ դեղորայք, որպեսզի երեխան հակաքորային ազդեցություն հետևանքով հանգստանա, ու տեղային հակաալերգիկ քսուկներ եւս կարելի է օգտագործել մեղմելու համար այդ գանգատը։ Մոծակի խայթոցից ոչ միշտ է զարգանում սուր ալերգիկ ռեակցիաներ, սակայն եթե մենք գործ ունենք ալերգիկ, այսպես ասած, երեխայի հետ, իհարկե պետք է իմանալ այդ վտանգի նշանը եւս, որը կոչվում է սուր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիա։ Հետևաբար, եթե մոծակի խայթոցից հետո զարգացել է երեխայի մոտ սրտխառնոց, գլխապտույտ է նկատվում կամ շնչառության դժվարացում, սա արդեն վտանգավոր այտուց է իրենց ներկայացնում եւ պետք է դիմել մանկաբույժի շտաբ, բայց եթե ուղղակի տեղային ռեակցիա է, որը երեխային չի սահմանափակում ակտիվությունը բացի քորի արկայությունից, կարելի է հանգիստ տեղային մեթոդների օգտագործել, ընդհանուր միջև սովորական սառը ջուր կիրառել, որպեսզի երեխան հանգստանա։
Շատ լավ։ Վերջին տարիներին օդի աղտոտվածության մակարդակը Հայաստանում բավականին բարձր է բժշկուհի, ինչպես է այն անդրադառնում երեխաների շնչառական համակարգի, թոքերի առողջության վրա։ Երբ մենք սկսեցինք դրա մասին ավելի շատ իրազեկվել համացանցի միջոցով, մենք նկատեցինք, որ մանկաբույժին դիմելության գանգատները փոփոխվել են եւ մենք ուղղակի ուշադիր չէինք եղել, որ բացի վիրուսներից երեխաների մոտ երկատև հաս գանգատը կա կամ քթային դժվարությունները, հետո երբ դա վերադրեցինք օդի աղտոտվածության ցուցանիշների հետ, հասկացանք, որ ուղիղ համեմատական կապ ունի։ Այսինքն միջավայրի օդի աղտոտվածությունը երեխաների մոտ իսկապես բերում է քրոնիկ պրոդուկտիվ տանջող հազի դրվագների եւ երեխաների հիմնական գանգատը լինում է դա։ Գիշերային տանջող հազեր են լինում, հազեր, որոնք չեն կառավարվում դեղորայքով եւ իհարկե կյանքի որակի վրա են անդրադառնում երեխաների ու նրանց ծնողների։ Հետեւաբար օդի աղտոտվածության ցուցանիշի բարձրացումը բերում է հիվանդացության բարձրացման եւ երկատև հազերի առաջացման, ու իհարկե բացի օդի աղտոտվածությունից ես ամեն անգամ նշում եմ, որ տան օդի մաքրությունը մեր կարևոր պայմանն է, որ պետք է պահենք, եւ եթե դրսի օդը այդքան էլ մեզից կախված գործառույթ չէ, այնքանով որքանով, ապա տան օդը շատ կարևոր է եւ մինչեւ հասնենք դրսի աղտոտված օդին, իհարկե տանը ծխախոտի ծխի ծուխը չպետք է լինի, որպեսզի երեխաները երկատև հազ ու փրշտոց ու քթային դժվարություններ չունենան, այսինքն սա մեզնից յուրաքանչյուրս կախված երևույթ է համարվում ու մենք ինքներս կարող ենք կանխել այդ երկատև հազերը երեխաների մոտ։ Իսկ ինչպես պաշտպանել երեխաներին օդի աղտոտվածությունից, այդուհանդերձ կան քայլեր, միջոցներ, որ կարող են նվազեցնել վտանգը։ Նախ ամենաառաջինը երեխաների մոտ եւ այնտեղ որտեղ երեխան ապրում է չծխել տանը։ Սա շատ խիստ է, շատ կարեւոր է, որովհետեւ այն բոլոր երեխաները, ում տանը մեծահասակը ծխում է, թեկուզ դրսում ծխում եւ գալիս, ապացուցված է, որ հագուստի վրա ծխախոտի ծուխը մնում է ընդհանուր մինչեւ 2-ից 3 ժամ եւ եթե գրկում են երեխային, այդ ծուխը пассив կերպով ծխում է նաեւ երեխան։ Իհարկե քրոնիկ պրոցեսների բրոնխիալ ասթմայի թվերը գնալով աճում են ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, եւ սրա կարևոր գործոններից մեկը նաեւ ոչ լավ օդի պայմաններն են։ Եթե դրսում աղտոտված օդի ցուցանիշը մենք հետևել ենք եւ տեսել ենք, որ բարձր է, ցանկալի չէ պատուհանը բացել, որպեսզի այդ օդը ներս գա եւ երեխային պետք է մաքսիմում այդ ժամերին պահել տանը, այլ ոչ թե դրսում։ Այդ ցուցանիշին կարելի է հանգիստ հետևել համացանցի միջոցով եւ օրվային ժամը ընտրել զբոսանքի համար, որը մաքսիմալ ցածր ցուցանիշ է։ Բայց եւս մեկ անգամ մենք տանը կարող ենք ապահովել մաքուր օդ եւ դա ավելի առաջնային է, քան դրսի օդի մասին խոսելը։ Եթե խոսենք առողջ ապրելակերպի մասին, որի մասին մեր հաղորդումն է եւ դրան չհետևելու պարագայում առաջացող առողջական խնդիրների, ասենք թե որքան է փոխկապակցված ու կարեւոր առողջ ապրելակերպը փոքրիկի համար եւ ինչ բացասական հետևանքներ կլինեն դրան չհետևելու դեպքում։ Առողջ ապրելակերպի առաջին երեխայի համար պայման ստեղծողը ծնողն է։ Ծնողը պետք է իր օրինակով լինի առողջ ապրելակերպի մասնագետ, այսպես ասած, որպեսզի երեխան տեսնի որն է ճիշտը։ Եվ ես միշտ ասում եմ, եթե տանը մարդիկ սնվում են գրաֆիկով, կա նախաճաշ, ճաշ, ընթրիք, կա ֆիզիկական ակտիվության ժամեր եւ կա զբաղվածության հստակ ժամեր, երեխան չգիտի այլ ձևը, չի սովորում այլ ձևը եւ դա իր համար դառնում է ռուտին, այսպես ասած։ Հետեւաբար առողջ ապրելակերպը երեխայի առողջ մանկության առաջին պայմանն է։ Եթե մենք ապահովում ենք երեխայի ֆիզիկական ճիշտ ակտիվությունը, առողջ քունը, առողջ նախաճաշը, առողջ ճաշը, երեխայի ֆիզիկական ակտիվության ճիշտ զարգացումը նպաստում է նաեւ առողջ ապրելակերպ ունենալուն եւ հիվանդությունների ռիսկը նվազեցնում է։ Այսինքն առողջ ապրելակերպը դա մի միջավայր է, որը պետք է տանը բոլոր անդամների համար լինի եւ երեխան ուղղակի սովորի այդտեղ։ Կցանկանայի մանրամասն անդրադառնանք քնի ռեժիմին բժշկուհի ժամանակին ընդունված էր ժամը 9-ին երեխան պետք է անկողնում լիներ։ Հիմա այլ է պատկերը, հատկապես ամառվա սեզոնին։ Ծնողները չեն քնում, երեխաները նույնպես։ Ինչպես է այն անդրադառնում երեխայի առողջության զարգացման վրա։ Եթե մենք դպրոցահասակ երեխայի մասին օրինակ բերենք, դպրոցի ժամերը այնպես ֆիքսված են, որ երեխան ուղղակի այլ տարբերակ չունի քնել, սարթնել, գնալ դպրոց։ Ամռան ամիսներին իհարկե մի քիչ այս գրաֆիկը ավելի ազատ են թողնում ծնողները, բայց ես միշտ նշում եմ, որ քնի ռեժիմ խախտելը կարող է անդրադառնալ երեխայի ամբողջ տարվա դիմադրողականության եւ պարտաճանաչության վրա, այսինքն ամռան ամիսներին ինչքան է որ հաճելի է երկար նստելը, երեխան պետք է իմանա իր քնի ժամը որն է, եւ եթե 1 ժամ, կես ժամ տարբերություն է, դա չի կարող վնաս հասցնել երեխային, բայց եթե օրգանիզմը այդ հորմոնալ փոփոխությունները քնի համար արդեն գիտեն, որ ժամի պետք է արտադրվեն եւ մենք ուղղակի խախտում ենք այդ ռեժիմը, մենք ստիպում ենք օրգանիզմին չաշխատել ճիշտ ձևով եւ դա ազդում է օրվա մեջ երեխայի տրամադրության անկմանը, հետո սկսում է վատ ուտել երեխան, ախորժակն է իջնում, հետո դառնում է կամակոչ։
խոր։ Հետևաբար առողջ քունը առողջ ապրելակերպի առաջին կարևոր պայմանն է եւ նորմալ 8-ից 7-ից 8 ժամ տևողության քունը պետք է ապահովել տարվա ցանկացած եղանակին, որպեսզի օրվա ընթացքում երեխան չունենա ինքնազգացողության վատացումներ։ Ամփոփենք Ամփոփենք։ խորհուրդներ բժշկից, որոնց հետևելով ծնողները կապահովեն երեխաների համար անվտանգ ամառ։ Ամենաառաջինը հետևեք երեխայի ինքնազգացողությանը։ Որևէ գանգատ, որը փոփոխվել է երեխայի մոտ, անպայման քննարկեք մանկաբույժի հետ։ Առատ հեղուկները կարևոր պայման են տարվա ցանկացած եղանակին, եւ եթե որևէ սիմպտոմ փոփոխվել է երեխայի մոտ, որը չկար նախորդ օրերի, մի փնտրեք այդ հարցի բացատրությունը համացանցի միջոցով կամ արհեստական բանականության միջոցով, քննարկեք դա ձեր մանկաբույժի հետ, որպեսզի չհաբեկվեք եւ ունենաք ճիշտ խորհուրդներ։ Շնորհակալություն ինֆորմատիվ զրույցի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Հետևեք բժշկի խորհրդին, տարբերեք միֆը իրականությունից, անցկացրեք անվտանգ ամառ։ Կհանդիպենք։